հոգի, արև։ Ես ուզում եմ մի փոքրիկ անդրադարձ տանել նրա պոեզիային։ Մարդկային հոգու գաղտնարանները տարբեր են ու բազմաշերտ, առավել ևս կնոջ հոգու գաղտնարանները։ Ու այդ գաղտնարանների բացահայտման, վերանման, լուսաբանման ու արժևորման յուրօրինակ ծես է բանաստեղծուհի Գայանե Մկրտչյանի պոեզիան։ Մարդու հոգին քննելու, նրա շերտերը բացահայտելու, լույս աշխարհ բերելու հրաշալի ցիրք ունի, կարողություն, որով նա գալիս է ներկայանալու անրությանը մեզ բոլորիս։ Ուզում եմ կրկնվել, բայց չեմ կրկնվի երևի, արտասանելով նրա այս գեղեցիկ բանաստեղծությունը։ Հեռավոր մի կանչ ներսս խառնել է, իսանեցք է, իսաօշնություն, կտրված ծառի շիվակալելը ապրելու տենչ է, երկրպագություն, հրաժեշտներից ձեռքս հոգնել է, հեռացողները թող բարով գնան, ուտեցողներին անկեղծ օգնել եմ, որ թույլ տեղերս անգիր իմանան, երկդարձի ճամփին կանթերս վառ է, կամուրջ չարելու հին սովորություն, հարազատ մի կանչ ու ներսս խառն է, իսանեցք է, իսաօշնություն։ Ջերմության, ինքնաբացահայտման յուրօրինակ ձև ու կերպ է տալիս նաև տողերին կներեք։ Արևեկալի բանաստեղծությունների ժողովածուն, որ վերջերս է հրատարակվել, գալիս է շարունակելու նրա առաջին գրքի կապիտան 8-ի բարձրացրած հավերժական թեմաները սեր, կին, հայրենի, մարդկային հարաբերությունների յուրօրինակ բացահայտումների շղթան, բանաստեղծուհին արժևորում է իր յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր բառը, Ակին բանախոսները մասին ասեցին, որոնք ունեն իրենց յուրօրինակ շեշտադրությունները, նրանք զուսպ են, երբեմն հակիրճ, ասիլիկով առլեցուն, սակայն ունեն իրենց բազում ենթաշերտերը, որոնք համեմված են գեղեցիկ հոգեբար պատկերներով։ Այո, պատկերներով է խոսում նա, կարծես նկարիչը պատկերը կենտանանում է, միսուայուն ստանում, դառնում մարդ հարարած, դառնում մարդկային հոգի, դառնում կարոտ, ներշնչանք, աղոտ, ջերմություն։ Երեք այգում վիճուկ կարճերի մազերից բաց չեր թողնում, ու հիշեցիր սաղնակարով մատները քո, մազերիս մեջ մխրճվելու լուր տենչանքով, գործը։ Ներքին այունների, սիրո կրկի վյուրեղացման մարդկային եսի հետ ավերժական զորույցի բռնված բանաստեղծուհին իր հոգու ջերմությունն է տալիս մեզ։ Խաղն ավարտված է կողմերը լուր են, շունչը ձգվել է հասել կտուրին, ապիս մեջ կարմիր փուչիկի թելն է, կպահեմ որքան հավատս ների։ Եթե կանվերջ կարելի է խոսել Գայանե Մկրտչյանի մասին, բանախոսները շատ բաներ ասին, ես էլ կուզենայի, բայց թողնենք ավելի շուտ գրականագետներին, ավելի այս գործին մոտ կանգնած մասնագետ մարդկանց խոսելուն։ Ես պարզապես ուզում եմ խոսել Գայանե Մկրտչյանի որպես մարդ արժանինքների, նրա մարդկային որակների մասին։ Նրանք գրեթե բոլորը այստեղ ճանաչում են, բայց ես չեմ կարող չասել, թե նա ինչպիսի լավ ընկեր է, բարեկամ, կողքի կանգնող մարդ, ներին հասնող, հասարակական ու քաղաքացիական հնչողություն ունեցող երևույթների ճիշտ ժամանակին արձագանքող։ Ուզում եմ հատկապես նշել, դրա մասին ես իրան բազմիցս ասել եմ, դա նորություն չի, որ 16 թվականին ապրիլյան քարոզիայի օրերին մեր վիրավոր հերոս զինվորների կողքին կանգնելու, նրանց մայրական ջերմությամբ ու հոգատարությամբ շրջապատելու ինչպիսի անօրինալի ջանքեր ու եռանդ է ներդրել նա։ Նա իր հետ նաև մեզ տարավ Մուրացանի հոսպիտալ։ Դուք չեք կարող պարզապես պատկերացնել, թե ինչպիսի մարդկային ջերմությամբ մոր հոգատարությամբ է շրջապատել այնտեղ գտնվող վիրավոր մեր քարոզիայի վիրավոր զինվորներին։ Հենց այնտեղ, այսինքն ավելի շուտ նա պատրաստված էր գնացել և տեղում էլ արտասանեց մեր քաջորդիների, Դավթին, Արմանին և մյուսներին նվիրված գործը, որը հնչեց այստեղ, բայց ես ուզում եմ մեկ քառատող այդ բանաստեղծությունից ասել. Զավակդ ողջ է, կա, զսպիր արցունքդ մայր, հողից առած ուժով մերժել է երկնքին, հոզուկն ամուր է տես, հայացքդ մի տարբար, ոտքերն են նա զոհել, հանուն հայրենիքի։ Ես չկրկնվեմ, լույս ջերմություն ու եռանդ եմ ցանկանում նրա ալուր պոեզիային, նրա
տողերին, որոնք ես միշտ ասել եմ, ինքը մաթեմատիկա մասնագիտության, այդ մաթեմատիկան բերում է ավելի կուր, ավելի ամուր, ավելի, չգիտեմ, սերմ, ասելու այն բոլոր զգայինը, բոլոր ամբողջ այդ զգացականը, որը մարդը կարող է ներառել իր մեջ։ Ես հուսով եմ, որ չի ուշանա նրա արձակ գործերի ժողովածուն, որը կարծում եմ կգա դրա ժամանակը, նա հիանալի արձակ ունի, չեմ ուզում շատ տարածվել, կրկին անգամ շնորհավորում եմ նրան եւ ուզում եմ ամփոփել իր խոսքով ասած, ինչպես Վրեժը Սարոխանյանն ասաց, արի 3 խնձորից մենք նետենք երկինք ու հավատանք, որ վերջ չունի հեքիաթը մեր։ Սա գայների խոսքերն են, մի ամբողջ փիլիսոփայություն, մի ամբողջություն, որ նրանով նա ներկայանում է մեզ բոլորի հանրությանը։ Շնորհավորում եմ։ Խտանյութից է դարը կազմված, ժամը ընկել է մարդու ետևից, իրագրելով վազում ենք կուրաչ, մի քանի մար ենք հատել երևի, գենատ ծարի տեղ, շենքեր ենք տնկում, ու մյուս ձերքով քանդում անվարան, խիղճ նոդարված է ցոփ խրախճանքից, քայլն ուժասպառ է, չունի հենարան, ունկդ մոտեցրու հոգուտ շշունջին, պարանով ցատկիր, ոչ թե օղարա, ուզում ես հաղթել այս մրցավազքում, եկել ես լացով, հեռացիր հպարտ։ Պատերի ծանդին անեզրություն է, ծաղկած բալենու մեղմիկ հուրմունքով, փրփուրե խոխոջ լուսին գետակի ծովին հասնելու անթափույց հևքով, պատերի ծանդին գունահանդես է, Ճախրանքին հասու հույզերի դողով, գիշերն է միայն սևով զարդարվում խորունկ լռությամբ, աստղակար քողով։ Պատերի ծանդին ես ու դու նույնն ենք, երազողները այս մոլորակին, քայլում ենք անվախ, անքեն, ուսուսի, սեր դրոշմելով կյանքի երակին։ Ես այն տերևն եմ, որ քամուն հաղթած իր ճյուղին կարճած պիտի ձերանա, ապարաշ ծակող այն սերն եմ հույսի, որ արմատներով պիտի զորանա, շղթաներ փշրող մռունչն եմ ոգու, սին արժեքներին չեմ ընտելանա, անդուլ ու համար մշակն եմ կամքի, արյամբ եմ կերտել, այն չի թուլանա, անհայտի ծիրում իրեն որոնող, որդուս քայլերը օրնող ծնողն են, Սորուն ավազից զատված ու զտված, անդավաճան ու ապրեցնող հողն եմ, հայն եմ։ Հավերժին ծիրով գոտևորվի ներկան, ու գդրված ծարից վերընդ յուղվի նոր շիվ, խավերումից փրկված ոգի ուժով անպարտ, մեր բիբերից ծրվի մահասարսուր փոշին, ու դադարենք սնվել անկարեկից լացով, ու ժահատի քայլով, ով է հասել բերին, բրունսկվելով պիտի հարնենք գոյամարտուն, ու զարթունքով հայկյան, կրկին հաղթենք բերին։ Ես ուզում եմ սիրով հրավիրել գրող սցենարիստ կինոքննադատ Անահիտ Արքայնին, համեցեք։ Ինչ մնաց չասելու, փորձեմ ես էլ պետքորել։ Վերջում միշտ Չէ, արդեն վերջում տեսնում ես ինչ ասել են, ինչ չեն ասել, դու ես ասում, հարաբերական։ Ամեն դեպքում ասում են փողը երբեք շատ չի լինում։ Ու եթե դա ծախսվում է բարի նպատակների համար, թող ուրեմն շատ լինի։ Հիմա եթե տեղափոխենք գրականության դաշտ, մենք հարուստ պոեզիա ունենք և այսպիսի